Ժխորը շատ է, ու չգիտեմ արդյոք պետք է խոսել, թե պետք չի խոսել։ Դուք ով եք։ Դուք ինչ եք առաջարկում։ Ձեզ թվում է, որ դուք գիտեք, ինքը չգիտի։ Աշխասենց էր անում, այդ չարորդ միկրոֆոնից, ու շուտ է ասում էր, ու տեսնում էր, տպավորություն թողել։ Ոչ մի լավ բան չեմ կարող ասել ապագայի մասին։ Թող ստեղ ստուկաչությամբ զբաղվեն, իրաց հացը վաստակեն, եթե չեմ պայքարելու։ Բարի օր Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Այսօր ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում մենք հյուրընկալվել ենք Հրանտ Մաթևոսյանի դուստր, 4-րդ իշխանության թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանին։ Ողջույն, Տիկին Մաթևոսյան, շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու, մեր հարցերին պատասխանելու համար։ Տիկին Մաթևոսյան, դուք լինելով ականավոր եւ սիրված գրող Հրանտ Մաթևոսյանի դուստրը, երկար ժամանակ հանրային ակտիվություն չեք ցուցաբերում, հա։ Շռայլություն չէ այս ժամանակահատվածում լուր նստել տանը։ Ում համար է շռայլություն, եթե ինձ ասեք։ Եվ ձեր համար, եւ հանրության համար կարելի է այդպես։ Չեմ կարծում, այնքան շատ խոսացող կա, ընդհանրապես ոնց որ թե տեղ ու դադար չկա խոսքի։ Իսկ կարիք չկա, հանրությունը չունի այդ կարիքը նաեւ այսպիսի մարդկանց խոսք հնչեցնելու։ Ես չգիտեմ ունի արդյոք թե չունի։ Ես չգիտեմ, բոլորը խոսում են։ Եվ կարևոր մարդիկ, եւ անկարևոր մարդիկ, եւ երրորդական մարդիկ, բոլորը իրենց կարծիքով առաջին պլաններում են, հակադարձում են, խոսում են, ամեն ինչ գիտեն, բոլորը ամեն ինչ գիտեն, աղմուկը շատ է, ժխորը շատ է, ու չգիտեմ արդյոք պետք է խոսել, թե պետք չի խոսել, ինչ մենք անում ենք 4-րդ իշխանությունը, տպագրում ենք, ով որ դրա կարիք ունի, ինձ թվում է օգտվում է դրանից, ով էլ չունի, օգտվում են լրատվամիջոցներից, որը իրեն սրտամոտ են։ Լսում են 4-րդ իշխանությանը ձեզ։ Նույնն է, ամեն մեկը ընտրում է իր լրատվամիջոցը, իր սրտի լրատվամիջոցը, տենց չգիտեմ, էլ ինչ են, ով սիրում է, էլ նայում է, ուզում եմ ասեմ, Նրանց չի որ չենք խոսում ենք, բայց միջնորդավորված, այսինքն բանի, լրատվամիջոցով ենք խոսում, այնպես չի որ լրիվ լուռ ենք։ Հանրությունը այսինքն ունի կարիք են մարդկանց, ովքեր մարդկանց չգիտեմ, բայց ինչ որ լուրջ խոսքի կարիք ունի, որը չի, հələ դեռ ես չեմ տեսնում, որ առաջանում է։ Չի առաջանում այդ խոսքը։ Քաղաքական ուժերի նկատմամբ։ Քաղաքական խոսքը չի ձևակերպվում, բանաձևի չի վերածվում, որը հանրությանը համակ հանրության ուշադրությունը կգրավի։ Ամեն մեկը իր փոքրիկ շահերից, փոքր ամբիցիաներից ելնելով ինչ-որ մի բան արտադրում է, որպես խոսք, և բնականաբար հանրությունն էլ նույնպես պարակտված է, ինչպես քաղաքական ուժերն են պարակտված։ Ժողովուրդը պարակտված է, ինչպես և քաղաքական ուժերն են պարակտված, այո, միասնություն չկա, չի պատրաստվում լինեն, ես նայում եմ բոլոր քաղաքական ուժերի հայտարարություններին, այնտեղ ավելի շատ գնում են անցյալ, իրանց հերոսական անցյալն են բերում այսօր, որ իրանք լավն են, որ իրանք սենց հերոսներ են եղել, եսը շատ է։ Իսկ միասնության դեպքում եսը պետք է երկրորդ պլան լինի, պետք է դուրս գան ընդհանրապես քաղաքականությունից հրան առաջ են մարդկանց, ովքեր ավելի նոր են, ավելի ճկուն են, ավելի ճկուն են, ավելի պրոդուկտիվ են, չի կարելի հին դեմքերով այս նոր իրողությունների առաջ կանգնել։ Չեն կարող։ Կարող ուզում են, բայց չեն կարող։ Եվ կարևորը նաև տղորը նպատակը ինչ-որ քաղաքական, ինչ-որ նապլավու մնալն է, ինչ-որ մակերեսին մնալն է ինչ-որ քաղաքական, թե իրականում
իշխանափոխությունն է կամ ինչ-որ հեղափոխությունն է կամ չգիտեմ ինչն է։ Իրական նպատակը որն է, կերևա արդեն, ով որ տենց կգնա, նշանակում է իր նպատակը սեփական բարօրությունը պահպանելն է եւ մի կերպ մնալը քաղաքական դաշտում, քաղաքական դաշտում ինչ-որ գործոն լինելը, ինչ-որ գործոն լինելը, ոչ թե կարևոր գործոն լինելը։ Նահատական կտակ Փաշինյանի գործունեությանը, որովհետև սպասելի էր օրինակ ձեզ համար, որ այս իրավիճակում կհայտնվի Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը 4-րդ հանրապետությունը ստեղծել։ 4-րդ հանրապետությունը եւ չգիտեմ ինչ հանրապետությունները դրանք ընդամենը բաներ են, այո, ինձ համար սպասելի էր դժբախտաբար։ Հենց ի սկզբանե էր սպասելի։ 18 թվականից 17 թվականից էր սպասելի, հա, 18 թվականից էր սպասելի։ Ինչից ելնելով եք այդ եզրակացությունը։ Ըստ էության ես մի քիչ տենց հնարավորությունն է մարդկանց խորը ճանաչելու էլի, այդպես ասեմ։ Փաշինյանին վաղուց գիտեք, ճանաչել եք։ Չէ, ես մարդա ճանաչողության մեջ ինձ համարում եմ, որ ես ճանաչում եմ մարդկանց ուղղակի։ Շատ մանր դետալներ ինձ համար դարձնում են հասկանալի, թե ով է մարդը։ Հա։ Եվ հա ես վստահաբար, այո, ես գիտեի, ինձ համար որևէ անսպասելի բան չկա այստեղ։ Անսպասելին ծանր, այս ծանր իրավիճակն է։ Անսպասելի չէ, դա կամաց-կամաց է ծանրանում, ող ավելի է ծանրանալու։ Հենց որ թող տենց բաներ չլինեն, որ նա հետ է կանգնելու, նրան կարողանալու են բան անեն, ընտրությունների են պատրաստում մարդիկ, ընտրություն չի լինելու, ընտրությունները հենց հիմա կեղծվում են, հենց այս պահից են կեղծվում բոլոր շարժվող հնարավոր օջախները ձերբակալվում են, հանդարտեցվում են, ինչ-որ քաղաքական հալածանքների քաղաքական հալածանք, ամեն մի տեսակի ինչ-որ մեղադրանքներով լցվում են բանտերը, որպեսզի որևէ օջախ հանկարծ չառաջանա, ընտրություններին խանգարող։ Այսինքն ընտրությունները տենց չեն կեղծվելու, ոնց որ պատկերացնում են քվեաթերթիկով, չգիտեմ, դրակաշարքով, թե վախացնելով, կարող է դա լինի, բայց հիմնական բանը այդ վախի մթնոլորտը հիմա սարքելն է, բոլորին լրացնելն է, որտեղ ինչ տենց ակտիվ բան, որը կարող է բերի մարդկանց բերի դեպի հրապարակ, դեպի փոփոխություն, նա հենց իմիկվանից, այսինքն հենց հիմա, հենց այս պահից սկսած մի տարի առաջ ընտրություններից կեղծված են ընտրությունները։ Ընդդիմությունը թող այդ ռակուրսով նայի ընդհանրապես։ Հիբրիդային պատերազմ, դրանք սաղ ինչ-որ դա Եվրոպային ներկայացնելու բաներ են, չնայած Եվրոպան այս պահին թքածել ունի, թե ինքը ոնց է այդ իրանց գործարքը անելու։ Հենց որ թող այս ժողովուրդը ինքը իրան հավաքի կամ պատրաստվի, այնտեղ որ ասում էր որտեղ հաց այնտեղ կաց, թող գնան այնտեղ որտեղ իրանց հացը կա, կամ թող ստեղ ստուկաճությամբ զբաղվեն ու իրանց հացը վաստակեն, եթե չեն պայքարելու, պետք չի նայել աջ, ձախ, վերև, ներքև, Մոսկվա, Ռուսաստան, տո չգիտեմ ինչ, մենք պիտի ցույց տանք, որ մենք կարողանում ենք ինչ-որ բան անել, ոչ մի տեղից էլ որևէ բան չի լինելու։ Ընդդիմությունը նրան դավաճան հողատու է համարում, ով փորձում է ջնջել անցյալը եւ Փաշինյանի կողմնակիցներն էլ ասում են, որ մեղավոր են ընդդիմադիրները, 3 նախագահները, ովքեր պարտությունը Նիկոլ Փաշինյանի գրպանը գցեցին, իրեն համարեցին հողատու, դավաճան եւ այլն, այսինքն սարքեցին Փաշինյանի գլխին։ Վերջը ձեզ համար պարզել ով գրպանը ինչ է գցել։ Բոլորը իրար սա որպես էլի այդ հարցերը քաղաքական գործիչներին տվեք, 1000 հոգի շատ լավ պատասխանում է, հենց նույն ասում եք Լևոն Զուրաբյանի կինն եք, գնացեք հարցրեք, ընտիր մանրակրկիտ բացատրում է, որովհետև այդ այնքան են ասել, ասենք սա կլինի կրկնություն իմ կողմից, թե ինչից հետո է եղել։ Մի հատ ամբողջ բան է, որ ես պիտի հիմա դնեմ, բացատրեմ կամ պատմեմ ինչի համար, իմաստը։ Իսկ ընդդիմության մեղավորությունը դուք որտեղ եք տեսնում։ Ես տեսնում եմ ոչ միասնության մեջ։ Ես տեսնում եմ, որ իրանց ամբիցիաները չեն կարողանում երկրորդ պլան մղեն, չեն կարողանում իրանց մեջից հանեն։ Ասենք Ռոբերտ Քոչարյանը ունի չէ խելոք մի քանի հոգի։ Ունի։
Դες չի որ չունի, իրանցը խելոք են։ Սերժ Սարգսյանը ունի խելոք գործող հենց հիմա, ունի։ Առաջին նախագահը ունի։ Հիմա այս մարդիկ պիտի սովորեն, որ իրենք հակա ռեյտինգ ունեն։ Հակա ռեյտինգ ունեն։ Դրանք այդ հակա ռեյտինգը չեն կարող ինչքան ուզում է պատմեն, արդեն մխած է։ Այդ հակա ռեյտինգը հասարակության մեջ մխած է։ Սարքեք մի հատ սիրուն մեծ միասնություն առանց ձեր դեմքերի։ Կամ եկեք կանգնեք, ասեք մենք չենք լինելու։ Մենք եկել ենք տիրություն անենք այս մեր եղած ընթացքին, անցած ընթացքին։ Չէ, ասում են լինելու ենք ավելին, Ռոբերտ Քոչարյանն արդեն ասաց։ Ես իրան եմ ասում, թող լսի ինչ ենք ասում։ Դու չես լինելու։ Չեք լինելու։ Կամ էլ եթե ասում լինելու եմ, նշանակում է Նիկոլի հետ է լինելու։ Ուրիշ բան չի լինելու, խանգարում է։ Թող հասկանան, որ այդ տրամաբանությունը չի գործելու։ Դա վատ տրամաբանություն է, դա հենց այդ է, որ իրանց չգիտես ինչ այդ տեղ են դրել։ Չեն սիրում իրանց, չեն հասկանում, որ չեն սիրում, ուղղակի չեն սիրում, հոգնել են, չեն ուզում իրանց դեմքերը տեսնել։ Այսինքն մտածում եք իրենց դեմքերը չտեսնելու համար նորից Փաշինյանը կվերարտադրվի հաջորդ ընտրություններին 2020։ Հա, կարծում եմ, որ այս ռեպրեսիաներով, բաներով, այս ամեն ինչով կվերարտադրվի, կամ եթե ինչ-որ մեկն էլ առաջանում է, ասում է, բայց դա խոսույթը պետք է լրիվ ուրիշ լինի։ Ուրիշ լոզունգով պետք է գա ընդդիմությունը։ Եվ այդ ընդդիմությունը ասելով, ես չեմ հասկանում այդ երեքը։ Նախագահների նկատի։ Հա, նախագահների մեջ կա չէ էլիտա ինչ-որ կա, չէ մտածող մարդիկ կան, չէ գրող տանի, այս երկրում հələ չեն մեռել, դա բոլորի մոտ էլ կան։ Թողեք այդ մարդիկ թող առաջ գան։ Ձեր հեղինակությունները կողք դրեք։ Ուրիշ բան չեմ ասում։ Ովքեր են չթողողները, դրա մասին կարող։ Դա հենց իրանք այդ առաջին լիդերները ովքեր։ Լիդերները ոնց, բամե, ուր եք գալիս, 70 քանի տարեկան ժողովուրդ եք, ուր եք գալիս։ Ինչ եք անելու։ Ամբիցիաների, հիմա ամբիցիայի ժամանակ է։ Երբ վերջնակետին հասնում վարչապետի ընտրության ժամանակ, թե ով պետք է լինի տեխնացուն, բում է առաջանում, ով կարող է լինել վարչապետի տեխնացու, որը կգա Փաշինյանից հետո երկիրը կհանի։ Խոսքը կարևոր, որ ես համոզվեմ, որ այդ խոսքն է, որը տանելու է ժողովրդին իր հետևից, ինքը լինելու է վարչապետի տեխնացու, կամ այն ծրագիրը, որը ինչ-որ բան է բերելու։ Հիմա դեռ չեք լսել այնպիսի խոսք, այնպիսի։ Չէ, չեմ լսել դա, բալը նայում ենք, տեսնենք ով ինչ է ասում։ Շատ լավ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, բայց իրանց ասածը ինչ, հա, ստախոսա, հողատուրիա, դավաճանա, կապիտուլյանտա, то չգիտեմ ինչա, հասկացանք, բոլորը դա գիտեն։ Դրանից առաջ դուք ձեր ասեք, հա, էտա կա, всё հասկացանք, դա եղել է արդեն։ Դուք ով եք։ Դուք ինչ եք առաջարկում։ Թեման, որ ստացվել է Գյումրիում, ստեղ չի ստացվելու։ Որովհետև նա էլ գիտի, չէ՞։ Ծրագրի մասին։ Գյումրու սցենարը Գյումրու սցենարը գիտի, չէ՞։ Գիտի։ Իրենք ասեն մենք թույլ չենք տալու Գյումրու սցենարը։ Իհարկե թույլ չի տալու, ամեն ճանաչ չլինի։ Ձեզ թվում է, որ դուք գիտեք, ինքը չգիտի։ Այդ մարդը շատ ուժեղ ինքնապաշտպանական բնազդ ունի, կենթանական բնազդ ունի ինքնապաշտպանական։ Նես չի, որ տենց ինչ-որ ձևերով, ինչ-որ բաներ եք անելու, չեք անելու։ Մինչև չառաջանա, ասում եմ, այն խոսքը, այն գաղափարախոսությունը, այն բարձր, ուժեղ, փակող, այս սա մարազմը փակող բարձրից են բանաձևը, որը կանգնեցնի այս ամբողջ ժողովրդին։ Այն եզակի գործիչներից եք եղել, որ առաջին անգամ նոր անկախ Հայաստանում հիմնադրել եք կուսակցություն Շամիրամը եւ քաղաքականությամբ հացել մինչեւ պարլամենտ։ Այդ խորքից կանք, հա, պատմության, ինչպես ստացվեց ձեզ մոտ։ Ինչպես ստացվեց, որոշ ընկերների կանայք բան տենց անդադ խոսում էինք, որ այս նախագահը ոչ մի բան չունի, մի հատ հրաշք է,
եւ մի երկու հատ թերթ պետական։ Պետք է ինչ-որ ձևով բան անել, տենց իրան բան չի հասնում, լուրջ ինֆորմացիա, բան մեկուսացած է, բան սենց տեղեկատվությունը լավը չէր էլի, մենք մի բան գիտեինք, իրանք մի բան գիտեին, տենց։ Ամբողջ բանը, ամբողջ դաշտը ողողված էր դաշնակցական եւ օպոզիցիոն մամուլով, որը գիտեք, այն ժամանակ այդ մամուլով, որը փաթովում էր դավաճաներ ասում, դո չգիտեմ ինչ էր ասում, նույնիսկ պատերազմի ժամանակ դեզինֆորմացիաներ տվեց, այն տվեց հակառակը։ Այս կարգի, այս հատ ներվայնացնում էր ճիշտ ասեմ։ Ուտեց որոշեցինք, որ կարելի է մեղմել էլի այս հասարակությունն էլ ինչ։ Երբ որ ինքը վատ է ապրում, ցուրտ է, մութ է, իրականում տենց սով էր, հա, դա սով էր, բայց ոչ այնքան, որ մեռնեին մարդիկ, ասենք, այդքանը կարողանում էին ապահովեին, այդ պատերը, այդ գազատարների պայթեցումներ, եսի մինչ ամեն րոպե լույս, մեր թաղամասում լույս չկար, եթե ուրիշ տեղ 4 ժամ լույս ունեին, մերը էդ էլ էր պայթել, այդ էկոլույսներ չէր գալիս, օրինակի համար, հա, Էական չի հիմա, դրա մասին չենք խոսում, ուզում եմ ասեմ այդ սովի ու բանի ֆոնի վրա այդ էժան թերթերի հարցակումը գիտակցության վրա մարդկանց շատ համոզիչ էր ազդում, այսինքն իրանք կերան բենզինը, հողանցում արեցին, չգիտեմ, մոմի բիզնես են դրել, այդ ինչքան սենց մարազմ կա, սոված մարդը կուն է տալիս իրականում, ու մեղավորը դառնում է դե իշխանությունը պարզա։ Հա, դա մանավանդ դրանց սոխակներ ունեին, էլի Արշակ Սադոյան, բանս պոպուլիզմին հենց բաներ էին, էլի գեյնիներ էին, ընդեպան հանճարներ։ Դրանց աշխասենց էր անում, այն Չարախնիկ Ռախմանից, ու շուտ ասում էր, դες տարվեր տպավորություն թողեց, խնդալու կերպարներ էին, հիմա որ նայում ես, հետո դատի տվեցին չէ, ասաց ոչ, դա խնդրական շրջան էր, բա ինչ էիք կարծում, հա, դες որոշեցինք, որ միգուցե պետք է այդ կանանց կազմակերպություն ինչ-որ ստեղծել, կամ ինչ-որ տենց ձևով, հետո ինչ-որ ձևով կարողանալ, նախ ինֆորմատիվ իմաստով հասցնել դեռ ինչ-որ բան է, և հետո կարել էր բան անել, նաև Եթե վստահում է նախագահը եւ նախագահը կարող ենք ինչ-որ ահագին թեթևացնել ահագին բաներ, շատ բաներ են կարել իրականում, ոնց ստեղծվեց այդ իդեան այդպես, ստեղծվեց այդպես, որ կարելի է փորձել կազմակերպել պարլամենտ հասեք դուք։ Մինչև շատ հախուռ ստեղծվեց այդ տածալ գրում էին հախուռ ճնշումներ կար Այդ ժամանակահատվածում միշտ քաղաքական գործիչների հատկապես կանանց նկատմամբ կան չէ ճնշումներ հիմա տեսնում եք ինչ ճնշումներ հայհոյանք բամբասանք հայհոյանք տոլ հարեմ տոլ չգիտեմ ինչ զիբիլ ասես ոնց եք դիմակայում այդ բարակային որտեղ նույն իրավիճակն է հիմա Հայաստանում հայ քաղաքական լսեք հայ քաղաքական բոլոր են կանայք որոնց առաջի պլան են մղվելու թող հիմիկվանից պատրաստվեն որ ամենաաներևակայելի անասունությունները իրանց նկատմամբ լինելու են, նենց որ դեմքները պադոշարեք, եթե գործ ունեք անելու արեք, եթե դրանց վախենալու եք ու սկսելու եք պարանել, նենց ինչ-որ հանգչվել եսիդ ինչ անել, ավելավ մի մտեք, եթե հասարակական այսպես կոչը չակերտավոր այդ կարծիքը ձեզ հետաքրքրելու է, ավելավ մի մտեք, եթե թքած ունեք, ու գիտեք, որ այդ գործը բերելու է արդյունքի, արեք այդ բանը։ Սած կասեմ, բոլորին եմ ասում։ Իսկ իշխանության ճնշումները կանանց վրա, հիմա ելքա գիտեք։ Այո, հայոյանքներ, լուտանքներ, միգեն, եթե ինչ-որ ընդդիմադիր հայացքներ ունի։ Կասեն, ամեն ինչ, նույնը պետք է լինի ինչա փոխվել, որ կարող հայ հասարակությունը ավելի է դեգրադացվել։ Ավելի է դեգրադացվել։ Էլիտան անդադ գնում է տակը ավելի աղբա մնում, հետո մի քիչ ինչ-որ բան հասկացող մարդը մի երկու բառ սովորած մարդը գնում է մյուսնա հետևից գալիս, տենց էլի, ոնց որ անհաջողակների հանրապետություն դարձրած լինեն ու դա ձեռ է տալիս իշխանության այս անհաջողակների մեջ
վարչապետ աշխատելը։ Նաև ձեր ամուսինը երկարամյա քաղաքական գործիչ է Լևոն Զուրաբյանը, ընտանիքում ունենում եք այդ քաղաքական բանավեճը, տարբեր դիրքորոշումներ, ոնց է ավարտվում։ Չգիտեմ, վեճով։ Միշտ վեճով, հանգուցալուծում չի։ Համարյա վեճով, այո։ Դուք իր ընդդիմադիր դիրքորոշումն արտահայտողն եք, թե դուք ավելի շատ ասում եք, որ իշխանությունն այսպես է անում, նա ընդդիմության դիրքորոշում է։ Չէ, զուտ տակտիկական ինչ-որ բաների առումով, եթե ինչ-որ Համաձայն եք իսկ քաղաքական առումով պարոն Զուրաբյանի հետ, վարած քաղաքականության հետ, այս պահի դրությամբ նկատի ունեմ։ Ինքը իր քաղաքականությունը, ես էլ իմ թերթը, այսինքն ասեմ մենք տարանջատում ենք լրիվ բացարձակ, դա բացարձակ բան է, իմ ծիծաղը միշտ գալիս է, ասենք ինչ որ մի քաղաքական գործիչի մասին բան են գրում, զանգում են իրան, ինքը ոչ կարդացել է, ոչ էլ խաբար է, ասենք թե դա ախր ասում եմ, այս հասարակությունը շատ սենց է էլի, սենց իրար մեջ, այս ուրեմն իրանք են ասել, տենց մտասևերվում են, թշնամանում են իրանք իրանց թաքուն, չեն բարևում, բանման, այս մարդը չի հասկանում, ինչի չեն բարևում, պարզվում է, ինչ-որ մի լրագրող, ինչ-որ մի հատ ձևի, ճտացրել է, անցել է, դա էլ մի 7 տարի պահել է իրան մեջ ու տենց այդ մուրով բան է գալիս, թվում է, լավ է։ Եթե ամփոփելու լինենք, առաջիկայում 26 թվականի ընտրություններն են, ինչ սպասել Հայաստանում ըստ ձեզ, ինչ եք կանխատեսում, բոլորին գիտենալով։ Եթե ոչինչ չանեն, դա իր ծրագիրն է լինելու, կամաց, կամ արագ, ես չգիտեմ նույնիսկ ինչ խորհուրդ տամ, կարող է հետագայում, ասենք մի 2 ամիս հետո կարողանամ հասկանամ ինչ է լինելու, բայց որ այս հիմա ես տեսնում եմ ստեղ, ոչ մի լավ բան չեմ կարող ասել ապագայի մասին, հիմա չեմ կարող ասել։ Տիկին Մաթևոսյան, շնորհակալ եմ զրույցի համար, մի հատված էլ ունենք, բլից հարցում է կոչում, կխնդրեմ, որ արագ հարցերին պատասխանեք։ Առավոտը սկսում եք սուրճով, թե թեյով։ Սուրճով։ Ձեր սիրած բառը հայերենում։ Արև, անձրև, ու երկուսը միասին։ Մոտիվացնող միտքը կյանքում։ Գործը, հա։ Ձեր մանկության ամենավառ հուշը։ Իմ մանկությունը շատ լավ սիրուն հուշերով է, օծված։ Այո։ Ընկերներն ու ընկերությունը ինչ արժեքներ են։ Մի ժամանակ շատ բարձր արժեքներ էին ու ասենք թե ընկերությունը նախընտրում էի նույնիսկ ձեռք բերած ընտանիք որպես, բայց հիմա փոխվել են արդեն բաները։ Երևան թե Աղվերան։ Երևան, Աղվերան։ Աղվերան թե Ահնիձոր։ Ահնիձոր։ Որպես գրքերի թարգմանիչ կասեք մի գիրք, որը միշտ ձեր կողքին է։ Այվող այգեստանները կարդացեք, Գուրգեն Մահարու։ Մեկ նախադասությամբ Հայաստանը իմ համար։ Հայաստանը իմ համար, իմ հայրենիքն է։ Ժամանակահատված, որը երանությամբ եք հիշում։ Երանությամբ եմ հիշում։ Ուսանողություն, դպրոց, ուսանողություն, հա, սիրուն տարիներ էին շատ։ Որն է այն խորհուրդը, որ միշտ հիշում եք։ Խորհուրդը ուրիշների սխալները հրասավորի։ Իսկ որը ձեր հայրիկից Հրանտ Մաթևոսյանից եք հիշում։ Հրանտ Մաթևոսյանից խորհուրդ։ Ասում է ոտքերդ մտքիցդ առաջ շա, անգել պիտի չընկնի ոտքերդ մտքիցդ առաջ չընկնի միտքը, սկզբ միտքը պիտի տանի։ Տրամաբանության մասին էր խոսքը, էլի։ Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը մեկ բառով։ Մեծ ցեղ, որը մենք ամեն օր հունցում ենք ու ոչ մեր ենք։ Կուզեի մի պատմություն պատմեիք, ընտանեկան թեկուզ, մի պատմություն, որ հանրությունը չի լսել ու կուզեիք դուք ներկայացնեիք հիմա որպես իր դուստր։ Դա փաստորեն ինչ որ հուշ է, որ պիտի մտածեմ, հետո հենց ընթացքում հիշեմ, կասեմ, հա, երևի, որովհետև մի քիչ դժվար է ինչ որ տենց բաներ։ Ես վերջերս մի 3 բան գրել եմ, բայց քանի որ գրել եմ, չեմ պատմի։ Հա, արդեն ինչ որ մի գրքի համար մի կերպ պեղեցի։ Հուշ պատմելը շատ բան է, էլի, մի քիչ դժվար է, հետո անվան հետ կապ ունի, պիտի մտածելով ասեմ, որը արժի, որը չարժի։ Հա։ Կան հուշեր, բայց որ չի։ Դե հուշեր, ես չեմ պատմել հուշեր ընդհանրապես եւ այդ գրքի համար էլ որ գրեցի, տենց ոչ թե հուշեր են, այլ կոնկրետ անձանով ինձ ինչ ա տվել ինքը, այդքան բան։ Հա, ոչ թե տենց հուշեր էին։
Մեր սերունդը արժանի է իր ժառանգորդը լինելու։ Մեր սերունդը շատ բանի արժանի չի։ Ոչ միայն իր ժառանգորդը լինելու, բայց դա սերնդի հետ կապ չունի։ Դա կապ ունի էլիտայի հետ քաղաքական, որը միշտ առաջացնում է իր նախընտրելի ընտրազանգվածը եւ իր նախընտրելի ժողովուրդը, այսինքն ժողովուրդը դառնում է այնպեսին, ինչպեսին իր էլիտան է։ Հենց որ եկեք ժողովրդին ոչինչ բան չասենք, որովհետեւ եթե ժողովրդի մեջ առաջացնում են իրենց նախընտրելի հատկանիշները, այսինքն վատ սովորել, չիմանալ, ապա քաղաքական, ապա ազգային դառնալ, հետո հայրենասիրությունը դարձնեն ինչ որ ոչ թե երկրորդային, երրորդային, մակերեսային մի լոզունգ, ոչ թե ըստ էության, այսինքն հայերենը չխրախուսվի, ընկալունակ չլինի հասարակությունը այդ ճիշտ սիրուն հայերենը ընկալելու, այդ ամփոփ չէ քաղաքականությունը, ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը միշտ խոսում է իր փողոցի, իր լեզվով, բայց ինքը պիտի տարբերակի, կարողանա հասկանա իրականություն իսկականը, այսինքն հետո ճիշտ մատուցում կա, մատուցման ձև կա, հիմա այնքան բան է աղճատված, շատ, ամեն ինչ աղճատված է մի խոսքով, չգիտեմ, այլ ուր ենք ուզում գնանք։